Տավարի միսը թանկացել է շուկայում։ 1 կիլոգրամի գինը տատանվում է 4000-ից 5000-ի սահմանում։ Որն է թանկացման պատճառը ըստ վաճառողների։ Օրինակ այս մսի արժեքը 3800 դրամ է, ինքը պստիկ ոսկող, մնացածը փափուկ։ Նույն այս ձևի մեկ էլ ունենք դրանից փափուկն է 4800, էսի մեջքի ֆիլեներն է 5.2։ Թանկացած մսին հերվից ենք նայում։ Այսպես էլ բան կլինի, բողոքում են բնակիչները։ Չէ, թանկացել է։ Բայց դե ինչ անենք, ամեն ինչն է թանկացել։ Կարողանում եք նույն չափով հաջողականությամբ օգտվել։ Դե փորձում ենք։ Դուք նկատել եք այդ թանկացումը։ Ոչ, չենք նկատել։ Միսը գինի չի թանկացել։ Չի թանկացել։ Գյուղացին միսը վաճառում է 3000-ից 3200 դրամով, մինչև հասնում է շուկա, դառնում է Ինքը լավ է թանկանալու։ Միսի գինը թանկացել է, վերավաճառողն է թանկացրել, թե չէ մեզ արես 4000-ով միս առնու։ Եթե 3500-ով առնի, հա, լավ է, բայց առնում է, չի առնում։ Բախի չի առնում, ինչ է ասում։ Իրա ձեռ չի տալի։ Մեզ ալի շատ փող են աշխատում։ Դժվարությամբ պահում են անասուններին, էժան վաճառում։ Ձեռընտու չէ, ասում է Նորամարկ գյուղի բնակիչը։ Շատ եմ դժվարանում, շատ։ Եթե այդպես շարունակի կվերացնենք, որտե պահեմ։ Այդքան ես կարամ խոտ առնեմ, բերեմ, խոտն էլ առնում եմ, չեմ հասցնում, այնա փչանում է։ Չի ստացվում, շատ դժվար է։ Արոտավայրեր չկան, գյուղացիները չգիտեն որտեղ պահեն անասուններին։ Ստիպված կրճատում են գլխաքանակը։ Սա կովերը ծախել են, տեղ չկա պահելու, չոբան չկա։ Ես 5 հատ կով ունեմ, թողել եմ մի հատ։ Հենց տանը մար ասենք կատ մազուն, հենց։ Մինչ գյուղացիները խոսում են պակասող գլխաքանակից, համայնքապետարանից նշում են՝ ի տարբերություն ամբողջ հանրապետության, Մասիս համայնքում գլխաքանակը հիմնականում նույնն է, չի պակասում։ Հա, մեր Մասիսի տարածաշրջանում վերջի 10 տարում համարյա գրեթե գլխաքանակը չի փոփոխվել, գրեթե։ Խոզի գլխաքանակը տատանվում է, կախված շուկայական գներից, որ տարի որ խոզի գինը էժան է լինում, այդ տարի գլխաքանակը պակասում է, որտեղ ձեռնտու չի լինում։ Դրա հաջորդ տարին, երբ որ աստիճանաբար գլխաքանակը, գինը սկսում է բարձրանալը, գլխաքանակը հետո ավելանում է։ Բայց խոշոր եղջերավորը հիմնականում նույնն է, մոտավորապես 11-ից 13000 գլխի մեջ տատանում է տալի, դա կախված է էլի սեզոնից։ Ասատրյանն էլ կարծում է, տավարի միսը թանկանում է սեզոնային մեծ պահանջարկ, քիչ առաջարկի պայմաններում։ Բացի այդ, անասնակերն է թանկացել։ Համայնքի ներկայացուցիչը մեկ այլ պատճառ է առաջ քաշում։ Երբ որ կենթանին մտնում է սպանդանոց ու սպանդանոցից գնում է, ինքը արդեն հարկային դաշտում երևալու է։ Դրա համար արդեն մսի ինքնարժեքը բարձրանում է։ Ֆակտուրա է դրա համար գրվում։ Դա էլ չեն ասում, որ այտենց չի, բայց իրականում այտենց է։ Դրա համար ինքը լրիվ երևում է, կոպիտ ասած, ստվերը լրիվ արդեն բացվում, այլ ստվերի տակ չի մնում, դրա համար մսի ինքնարժեքը բարձրանում է։ Դա էլ նշանակություն ունի իր։ Գյուղատնտես Հարություն Մնացականյանն էլ տավարի մսի թանկացման պատճառը դեֆիցիտն է համարում։ Ասում է, տեղականը չի բավարարում, իսկ ներկրում չկա։ Մեզ մոտ ներկապային կա տավարի մսի դեֆիցիտ, եւ այդ դեֆիցիտը չենք կարողանում փակել նաեւ ռուսական շուկայից ներկրելով, քանի որ Ռուսաստանում եւս կա դեֆիցիտ։ Գնորդին մեծամասամբ պատճառները չեն հետաքրքրում։ Մի բան հստակ նշում է, այնքան է թանկացել, որ չի կարողանում գնել։ Վերջի անգամ տավարի միսը փափուկ միսը գնել եմ 5000 դրամով, ոսկորախառը միսը գնել եմ 4200 դրամով։ Գյուղից եք առել։ Ոչ, որտեղ որ միսը վաճառում են։ Որտեղ որ միսը վաճառում են, ես գյուղից ընդհանրապես չեմ օգտվում եմ մսի խանութներից։ Նորմալ է գնահատում այդ գինը, հարմար է ձեր գնահատում։ Չէ, շատ վատ է։ Գյուղացուց գնորդ ձգվող շղթայում յուրաքանչյուրը մի խնդիր ու պատճառ է առաջ քաշում մսի թանկացման համար։ Իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահը խնդիրը դիտարկում է համակարգային ոչ ճիշտ քաղաքականության մեջ։ Գյուղատնտեսության նախարարության փակումն ու դրան հաջորդած քայլերի արդյունքը զգացվում է այսօր։ Պետական ծրագրերը որ նայեք ճակերտավոր տավարաբուծության ուղղությամբ կտեսնեք որ տավարաբուծություն չի, որովհետեւ այսպես ասած ճակերտավոր խելացի անասնագոմերի ծրագիրը որ արվեց, չարվեց պարզապես տավարաբուծության տեսանկյունից, այնտեղ պարտադիր պետքա կապշտատու լինեին։ Ցիկ մսատու տեսակների հետ կապված ծրագիրը չէր գործում, պետական արտոնությունները չկա։ Իսկ այնտեղ որտեղ ներդրումները պահանջվում ոլորտը զարգացնելու համար պետական հոգացություն, ուշադրություն պահանջող է եւ դու չես անում ոչինչ, բնականաբար դու անկում ունենալու ես։ Արտադրող սպառող շղթայում համակարգողի պակասը քաոս է առաջացնում։
Գագիկ Ասատրյանի խոսքով գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերաբացվի հմուտ ղեկավարներով, այլապես եղած ռեսուրսներով հարցը վերջնական կարգավորելը իրատեսական չի թվում։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։